Իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի ընտրությունների կամ ընտրություններով փոփոխությունների նկատմամբ հանրային հավատը կոտրի։ Այսինքն մարդկանց մոտ ուզում են տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ կանխորոշված է, ընտրությունները ոչինչ չեն որոշելու։ Ես ամենա վտանգավոր եւ կեղծ թեզն եմ համարում։ Փորձեմ ասածս բացատրել կոնկրետ օրինակներով։ Ինչ է անում իշխանությունը։ Անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներից սկսած անցել է բացահայտ ռեպրեսիաների։ Եկեղեցու դեմ այդ հակասահմանադրական արշավը, կալանավորումները, քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, ճնշումները, մյուս բանը, որ անում են նրանք, փորձում են, ինչպես ասեցի, տոտալ քարոզչություն ծավալել, թե իբր բոլորը մեր հետ են, աշխարհի հզորները մեր հետ են եւ ընտրությունների ելքը կանխորոշված է։ Սա իրականում իրենց վախերը քողարկող մարտավարություն է, որևէ բանի ելքել կանխորոշված չի։ Եթե կանխորոշված լիներ ամեն ինչ, իրենք այսքան ջղածիկ շարժումների մեջ չէին լինի։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ապատիկ հասարակություն ստեղծելն է։ Ինքը հասարակական որևէ խմբում, քաղաքական որևէ խմբում այլևս աջակցություն չունի եւ հույսը մնացել է այն բանի վրա, որ կարողանա հուսահատ հասարակություն ստեղծել, այդ հասարակությունը հոգնած, հիասթափված, ընտրություններին չմասնակցի, որի միջոցով կարողանա հաջողության հասնել։ Սա է պատճառը, որ երկրի առջև ծառացած խնդիրները անտեսելով, այս մարդկանց են կալանավորում, աշկ են վախացնում, բարձրաստիճան հյուրերի առջև ոչ թե դնում են երկրի առջև ծառացած խնդիրները եւ փորձում են դաշնակիցներ գտնել, այլ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի լուսանկարներ փոկի, այստեղից, այնտեղից աջակցության խոսքեր։ Երևի հիշում եք, որ երբ որ Վենսը եկել էր Հայաստան, միակ մնայուն բանը, որ բոլորս հիշում ենք, չնայած դա շատ կարևոր եւ պատմական այց էր, միակ մնայուն բանը դարձավ է, որ փոկել էին մի դրվագ ասուլիսում, որ Վենսը աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին։